Սիրելի եկեղեցի, ուրախ եմ մեկ անգամ է ձեր մեջ կծրելու, ձեզ ծառայելու, Աստծո թանկագին խոսքով կիսվելու հնարավորություն ունեմ ես իր սուրբերի ժողովքի մեջ իր խոսքի մատակարարողը լինել, սա բարձրագույն արժեք է, որ կարծում եմ ես սրան արժանի չէի, բայց նրա շնորհը հարմար գտավ ինձ փողոցից գտնելու, բերելու ու իր խոսքի պաշտոնյա սարքելու։ Դրա համար ամբողջ փառքերը խոսքի ծառայողներ, խոսքի խոսնակներ նրան լինի։ Հալելույա։ Սա մեր սիրուն աշկերից չի, սա մեր լավ պաշտելուց չի, սա մեր չգիտեմ տաղանդներից չի, սա ուղղակի նրա շնորհն է, նա այդպես արժան գտավ։ Եվ նա է արժան միայն առնել ամբողջ փառքը։ Մի թեմայի մասին եմ ուզում խոսել, Ղուկասի 16-րդ գլուխ 12-րդ խոսքը կարդամ, դրա շուրջ կծավալվենք։ Ղուկաս 16-12 Եթե օտարի բանի մեջ հավատարիմ չլինեք, ձեր ով պիտի տա ձեզ։ Այսինքն, լսեք, Աստվածաշունչը մեզ սովորացնում է նաև առօրյա կյանքում ապրել։ Ոնց կառուցենք մեր կյանքը, ինչպես ապրել բոլոր ոլորտների մասին մեր կյանքի կուխնյայից բռնած, հանդերից դուրս եկած, աշխատատեղերով, մարդկանց հետ փոխհարաբերություններով, այս հրաշալի կյանքի գիրքը պատասխաններ ունի, ուղեցույց անամես, ոնց ապրենք։ Հալելույա։ Ուրեմն, ինչի նկատի ունի, երբ որ ասում է, եթե ուրիշինի մեջ դու հավատարիմ չլինես, հարց է ուղղում, քեզ քո ով կտա։ Ուրեմն տեսեք, նա այստեղ մի քանի ակնարկ կա անում, Տեր Հիսուսի խոսքն է։ Այս խոսքի մեջ ակնարկներ կա։ Որն է առաջի ակնարկը, որ ես զգում եմ։ Բանից պարզվում է սկզբում ցանկացած ոլորտի մեջ ինչ որ ես ունեմ, թվացյալ իմ գրպանում է, իմ ձեռքերի մեջ, իմ իշխանության տակ, դա իմը չի, դա ինչ որ մեկինն է, ուրիշինն է։ Դեռ իմը չի եկել։ Իմ տնօրինության տակ է ոնց որ թե, բայց դա իմը չի։ Ինձ իմը պիտի կա, եթե ես այս ումը որայա ժամանակավորապես հանձնված է ես կիրառում եմ, գործարկում եմ, եթե սրա մեջ հավատարիմ գտնվել։ Սա մեր ականջներին օղ։ Մտար մի ոլորտ, քեզ ինչ որ տրված է այդ պահին ու քեզ թվա հացել է ստակորնա, դա կոմաչ գիտեմ, ուրախաստով լուր, թե տրտնեստով լուր, դա կոմը չի։ Օրինակ, եկեղեցին ումն է, օրինակը բերենք եկեղեցու վրա, եկեղեցին ումն է։ Միանշանակ, հալելույա, փառք Տիրոջը։ Ծառայությունը հովվական ումն է, իմն է։ Իմն է։ Հովվական ծառայությունը իմն է։ Եկեղեցու կա 120 հոգի։ Նրանց Աստծո կողմից դրանց դրված ծառայողը ես եմ։ Հիմա հանդիպել է ախորը ծառայություն տալու։ Միկրոներություն։ Հետո Ես համստերից ելույթ անենում, ինպես էդի ու ծառայություններ իմ ծառայություններ նրան տրվեց ուրիշի միկրոֆոն հասկանում եք ինչի մասին եմ խոսում տրվեց ուրիշի միկրոֆոն ուրիշի ծառայություն նա իմ ծառայության մեջ ուրիշի ծառայության մեջ իրեն հավատարիմ պիտի պահի այստեղ իրեն որպեսզի իրեն տա Մի հատ տարավելություն կա ուրիշինի մեջ ծառայելու։ Գիտեք դա որն է։ Ես ստեղ եմ 30 տարի։ Չի կարող մեկը ստեղ անենց գործը փճացնի, որ ես հետո չկարողանամ դզել։ Այդքան լավագույն հնարավորություն ունի թրծվելու, եթե նա զգում է, որ իր ծառայությունն է իմնի նման է, իմնից է։ Ստեղ կարող լրիվ իրան ասած զգա, հավատարիմ բանով, բայց ինչ է փճանա Ես կսարքեմ, ուրիշինի մեջ ծառայելու ժամանակ դու առավելություն ունես, ինչը փճացավ, ով որ որայ է ծառայության տերը, ինքը սարքելու է, և դու տեսնում ես, թե նա ոնց է փճացածը սարքում, ապագայում, որ քովը դու չփճացնես։
Ուրիշ ինչ եմ ասում թե չէ։ Ես եկեղեցու վրա եմ ասում։ Բոլոր ոլորտներում կյանքի տղան հոր տան մեջ։ Ստանում առաջի հանձնարարությունները, ավտոլվալ։ Ինչ որ խանութից բան առնել։ Եվ դա Իրանը չի, շատ էլ փոխադրեցին ջերմը գնաց խանութից ինքն է փոխաշապշի վախշյանը։ Բայց դա Իրանը չի, դա հորն է։ Ինքը դեռ ինչ է որ փճացրի, պապան կդզի է։ Ես կանանք փճացրի հերս դզել է։ Եվ ես այդտեղ սովորել եմ, որ հետո իմը լինի, ոնց չփճացնեն, ոնց հետո նորից դզեն։ Այև որ հասներ են մտնում հետում, գիտեն թե կուխնին իրանցն է, հետի կիսուրի կուխնին է, դրի գանի կեզ ես գուշ։ Միջը որ դու կհասցնես դրա աղջիկը դառնաս, և նա կհասցնի քո սրտի մեջ որպես մաման թումվի, ժամանակամիջոց կա այդտեղ, դու հավատալի մեղի, այդ մարդի ունեցածի հետ, այդ կնոր, կիսուրիտ, միջև որ քո մաման կդառնա։ Դեռ շրակը դժբախտություն է, քանի տունը հարցու կիսուր է, վայ այդ տան տղին։ Բայց որ մամայու աղջիկ դառնա, նամ, արդից օգտվեմ ձեզի ասեմ, սիրտ, այդ տղեն, որ քո ամուսինն է, սիրելի հաս, ին, դու գիտես թե քո ամուսինն է, չէ՞, բայց եթե մեր ուրիշի է, տավար է։ Մամա, այդ տղեն, որ քո տղեն էր, էլի քո տղեն ամանում, հաշտվի ես իրականության հետ, որ դա մատը ուրիշի ամուսին դավար։ Մի տղեն է տղի մեջտեղից։ Սա աղբերներ հիացած ամանում։ Լսին, դու ուզում ես քո մտնի, բայց էլի ուրիշին դենը, հավատալի վերգի, դու կեզի ամուսին լինի, նրա հետո տղավին երել ինչ կլինի։ Դու, լսին, այդպես որ այդ տղին հասցնում եք իվախտի, տղիստերից հեռու, հենց այդչեսներ որ գերեզման, դու մնաս առանցման, էներ անստան։ Եվ գնացեք որդևայրությունն ու էլեխան գործները կաշեք, այդ մեզի մեզ կա։ Բայց կոնե կտը չէի դրամատելած, մենք սենց էի դրամատել, էդի իմն է, հասկացան, բայց ուրիշինն էլ է։ Հաշտվի ես իրականությանը, հավատալի մեղին այ ուրիշինի մեջ։ Որ կեզի կողը տրվի, որ մաման էլ սիրով զիչի, նույն հակառակ կողմից նայենք, ամեն երևույթի սովորել եք նաև ուրիշի աչքերով է նայել։ Չորրորդ հաղթավորած համարների ոչ շատ է, ես կասեմ դուք կգրեք, թե պետք չեմ հավատում, որ կկարդա, բայց երևանց հույս ունեմ, որ տունը կկարդակ, Չորրորդը, ես ելնելով 30 տարվա փորձառություն ունեմ, եկեղեցուն որ ասում տունը կկարդակ, ես գիտեմ, 5% կկարդալու, առաջ 20 էր, հիմի իջել է 5%, ցավոք սրտի։ Չորրորդ հաղթավորած երրորդ գլուխ 14-րդ խոսք, պատմությունը, մի հատ արագի մեջ պատմեմ, Եղիա մարգարեն գնում է երկինք, այդ օրերն եմ ասել, նա մի վերարկում էր, երբ որ գետի ափով պիտի անցնեին, այդ վերարկում հանեց, խտեց հորդանանի, ջուր ես կողմից կաղնեց, այդ կողմից կաշվեց պրծավ, ինքն ու երիս են ցամաքով, գնացին անցան էնապ։ Այդտեղ տերը կարգով արկեց, եկավ Եղիային վերցրեց տարավ։ Եվ Եղիային պալտոն, Եղիայի պալտոն, այդ որ խփել էր ջրերին, պալտոնը կա նրանց Երիսեի ձեռը, այդում պալտոնն էր ուրիշի։ Իրանը չէ, ուրիշի։ Փաստորեն այդ մարդեր չկա, աչքով տեսա, որ գնաց երկինք։ Ումը դառավ ոնց որ թե Իրանը։ Հիմի ոնց կվերաբերվես, նորից եմ կրկնում ես տեսա, միկրոֆոնը որ տվին ձեռը, այդ հավրոքին տեսա, որ ոնց որ թե դառավ փոմը։ Բայց որ դու գիտես, որ էդի փոմը չի։
Տեսեք, որտեղից է ուրում դու ոնց ես պահում քեզ։ Երբ որ պատով ինքը այս ապտի անցներ, պատով դի խփեր, որ այդ հորդանանի ջրերը բացվեին, խփեց ու ինչ ասեց, ես կարծում եմ ասպես պիտի ասեմ, հիմա էլ առաջ բացվի, եկե։ Ասեց Եղիսեի Աստված, քանի որ Երիայի, քանի որ պատումը Երիային էր, ասեց Երիայի Աստված, ուր ես, ուրիշի մեջ հավատարիմ մնաց, շուտ չգոռոզացավ ու սեփականաշնորհեն դարձներ իրան։ Տղեկ գրեն 50 հոգի, որ ընտեղ աղաֆեր եք չէիք պատկերացնում, որ ես այսպես ոնցություն եմ ստանվում, նա դավա եկեք պակվայնացյալեք ու սկսեք արագ գնձիտ են զոհեր մատուցեր բացեց, շուշու, չեմ դերում գետիմ առաջի դա բացվում, սենց իրան չպահեց, հավատարիմ մնաց իրան ուսուցչին, այդ մարդի անունը չվերացրեց ու ինքը սեփականացրեց, Եղիայի անունը մնաց, թեպետ նա Եղիայից 2 անգամ ավելի զորություն ստացավ, բայց Եղիայի անունը չթափեց, նա ուրիշի մեջ մնաց հավատարիմ։ Սա կյանքա, սա չենք մոռանում, որովհետև նրանք ովքեր որ ժամանակից շուտ ուրանում են իրենց ուսուցիչներին ու վերցնում սեփականացնում ուսուցիչների եղածը, հետո գիտեք ինչ արինում, ով իշխանները հենց ումա։ Իսկ մեր ավետարանը այսպես ասում, աշակերտը ամեն բարի բանի մեջ իր վարդապետին մասնակից անի, իր ուսուցչին։ Սա շարունակությունն է։ Պապան չի ուսում իր ծեր հորը հայրան մատուցին։ Բայց դե տղա, 5 տարեկան, ծերանի տակ վազվզում է, հորը թվսոտ է, զզվոտ տրիների նույն հարցը, արիլոտ է տնի գարդեն։ Հերություն չէ, որ ես ես մեկ շտուղական էմոցիաներով սենց։ Ես վերջերս խոսում էի տղեկիս Եգյանը, գիտեք էդի ջան, քրոշտարեք։ Հետները ասացի մեկ շկյանք սովորացնել էլի, ասում է, Հովհաննեսը ասում է, չէ, որ ամեն հոգի մի հավատակ։ Ասում եմ, մեկ ես մոքիրավի, բայց լավ թարոսի չեր, չէ։ Ինչ-որ մեկի խապնվել է, որտեղ ստեից է թարոսում։ Սես դեր է թապում, ու մտածել եմ, որ հոգևոր է, այդպես էդի չա։ Ասացի տղեկ, քննելու ձենը էսա, ոչ թե այդ էմոցիաները պետք չեն, պրոստը դրանում են խախտել էջի, դու պետք է հասկանաս մարդը իսկական է թե չէ։ Ինքն է թե չէ։ Եթե ստեսենց լացկանա, տունը տենց չի, ձեն այդ իշտեն, հարուսների մեծամասնությունը ձեները փոխում են ստեղգել ու շարունակություն ստանում, պրոցեսների ասուցային։ Ինչի մարություն է, ոնց ես է ձանդես արի։ Իսկական, պտի մարդը ոնց կա, տենց կա։ Ես պասպորտսեվանել եմ սենց խոսում, եկն է բորանը գիդերետին բերնա։ Գայիշնի դերետեր եմ տես խոսում, պաշտոնյաններ եմ տես սենց ոգևորս գիդեր գիդերեր հարուզ բետիսում, աչոտ դինան ասկրի չի։ Ալա հիշում եմ, որ ես իլեր ասում եմ, извините, я просто проповедник, у меня, все, հենց են ասում, все, уже հասկանում են, վիճա, проповедник է։ Մարդը իրական պիտի լինի։ Ամեն։ Ուրեմն ընդեր ցույց է տալիս, որ հետ չի պատկերացնում 5-6 տարեկան երեխին հասկանում տերմա։ Դառնա 20-30 տարեկան ինքն անգրում է դոր ասում, ես որտից եկա այս փոխիս այս պատմությունը։ Շատ բարձ, տեսել էր երեխան։ Տեսել էր, ոնտորինակ էց։ Դրա համար էդի քո պապան է, բայց ուրիշի է պապին է, դու իրա պապին ես անարդու։ Դասպես քո հերին է, ոնց ուզես խոսած, ենթադրենք թե էլի։ Եկավ դու տես կուրս ես բռնել, բայց թորին դուր չի գալիս, որ իրա պապի հետ տես նա խոսում։ Միշտ իշի, ինչ որ դու ունես, հետի կարող միևնույն ժամանակ ուրիշին է լինի։ Եստեր թանգուրուց, 9-րդ գլուխ, Եստերի պատմությունը։ Հիշում եք ինչ եղավ։ Haman çay Haman'la բարձրացավ, թե թագավորի աչքից ոնց էր գրիպել, բարձրացել էր ու նոր գլաստեր ունեցել։ Այս կյանքը տես բան է, ժողովուրդ։ Մեկ էլ տեսար, իշխանությունը հայտնվա անեց մեկի ձեռքին, որ էդի իրանը չի, ուրիշինն է, բայց հայտնվել է իրա ձեռքը։ Ոնց է վեցը աշխարհ չի տեսել։ Ես զարմանում եմ, էլի։
Հիշում եք, որ Վաշտի թագուհին անշնորհություն արեց Չնազանդես թագավորի հրամանին։ 7 ներքինիները, 7 խորհրդականները անմիջապես թագավորի վրա ազդեցին, իր աչքից չվիրիտեց։ Ասեցին թագավորը դու չի կարող այդ ռամբապիչ վրա։ Մի հատ բան գրենք, երևակա գրենք, որ ամեն մարդ իր տան մեջ իշխան լինի ու ամեն կնի գնազանդվի իր տան մեջ։ Թե չէ որ մի կողմներ է, դու նվեր գրայպես ուտ է։ Չվիրիտեց այդ իր աչքից։ Հիմա թագավորը տարիներ շարունակ չար Համանին բարձրացնում է։ Ես երկու էջի մեջ կարդում եմ դրա մոտիվացիան հասկանում եմ, մեկի աչքի տնկելա թագավորի գահին, ուրիշ բան չկա դրա մտքի մեջ։ Թագավորը չի տեսնում, 7 խորհրդականը չեն տեսնում, 7 ներքինին չեն տեսնում, Աստվածը փակ է որ չտենա։ Եվ նա բարձրանում է դեպի մի ղեկավար պաշտոն, որ Իրանը չի։ Հետի մուտքերին էր։ Հետո որ տեսան իրական մարդի ձեռը հայտնվա, բայց այս պահին հայտնվել է մի ուրիշի ձեռը։ Վերջապես նա հասնում է բարձունքի ու հրովարտակ թագավորի մատանիով կգում, որ հրյաներին այսինչ ամսի այսինչ օրը կոտորել է։ Հրյաները կանգնած են ոչնչացման եզրի։ Երբևիցե պատմության մեջ հրյաների գլխի նման վտանգ կախված չի եղել։ Ֆաշիստական Գերմանիան 6 միլիոն կոտորեց, բայց այդպես վտանգ չկար հրյաների գլխին կախված, որտեղ ամերիկան կարային փախնեին, աֆրիկական երկրներում փախնեին ու չկոտորվեին։ Իսկ հիմա ամբողջ երկիրը մի մարդի իշխանության տակ է, մի մարդ 27 գավառ, ամբողջ երկիր։ Մի հրյա մի տեղ չի կարող թաքնվի, որ իրան չկոտորեն։ Դա նշանակում է մինչև վերջի հրյան կոտորվում է։ Եվ հիմա աղոթում ամբողջ ազգը, 3 օր, Եստեր թագուհին ստանում է բարեհաճությունը թագավորի, ես արագ պատմում եմ։ Եվ վերջում ստանում են մի օրենք, հակազդող այդ օրենքի, որտեղ այդ օրենքը փոխել չէր կարելի։ Թագավորի մատանելությունից թագավորը ինքն է չէր կարող չնջել։ Ստանում են մի հակազդող օրենք, որ այդ օրը հրյաները իրավունք ունեն զենք վերցնելու, պաշտպանվելու։ Եվ քանի որ արդեն Համանը իր ցծի վրա էր բարձրացել, նրա պաշտոնը արդեն ստացել էր մուտքեր, ամբողջ ժողովուրդը հասկացավ, որ հրյաների ներկայացուցիչն է դառել թագավորի երկրորդը, թագուհին ինքը հրյա է։ Եվ այն մարդիկ, ովքեր մտադրություն ունեին, որ այդ օր իրենց հրյա հարևանի վրա պիտի հարձակվեին եւ ունեցվածքը տանեին, շատերը մտքափոխ եղան։ Բայց որոշակի խավեր, որոշակի մարդիկ այդքան ազդեցության տակ, այդ փոփոխությունների ներգործության տակ նույնիսկ չուզեցին իրենց չար մտքից հետ քաշել։ Միևնույնն է հարձակվեցին հրյաների վրա։ Դե հրյաներին էլ Աստված տվեց չի խնայել, սպան դարեցին։ Վերջապես ազատվեցին իրենց բոլոր թշնամիներից, ջախջախեցին նրանց, բայց մի նուրբ տեղ կա դրա ժողովուրդ, մի նուրբ բան կա։ Պատկերացրեք, որ ամիսներ շարունակ թագավորի գլուխը լցրել են, որ այս ազգը շատ կեղտոտ ազգ է, չի ուզում խոնարհվի քեզի, ապստամբ ազգ է, դամարը մատանին տվել է կնքել էին այդ բանը։ Հիմի հայտնաբերելով մի օրվա մեջ, որ իր կինը հրյա է, եւ մուտքերը, որ իր կյանքը փրկել են հրյա է։ Հիմի ինքը սկսում է հերմած ուսումնասիրել, իրոք այդ մարդի ականջում կա այդ խոսքերը, իրոք այս ազգ այդքան կեղտոտ ազգ է։ Սրանց գործողություններից ես գջոկ եմ, ով է սրանք։ Դե հետո էր կա, չէ՞, թագավորի կարար հետո դրանց է ոնց Վաշտի թագուհին հանեց, ես թե իր հետո կհաներ, ոնց Համանին ցիցը հանեց, ոնց իր հետո կհաներ։ Հիմա ժամանակն է, որ ինքը ուսումնասիրի այս ազգի բնավորության գծերը։ Եվ ասում է, երբ որ հրյաները ջարդեցին իրենց թշնամիներին, նրանց ունեցվածքին մատով չկպան։ Եվ խավարը լրտեսներով գալիս են հասնում էր թագավորին, որ հրյաները միայն ես էին ուզում, ազատվել իրենց թշնամիներ, նրանք աչքը չեն տնկել ուրիշի ունեցվածքին։ Նուրբ կետա, որը բարձրացնում է քո հեղինակությունը, ուրիշին նա, մենք չենք ուզում, մենք մեր կյանքն ենք պահում պատերազմով, չենք սպանում, որպեսզի ուրիշի ունեցվածքին տիրանա։ Եվ թագավորին խավար բերեցին այս մասին, եւ հասկացա, որ այս ազգը բնավել Համանի չանախոսացի պես չէ, սրանք այդպես կեղտոտ ժողովուրդ չեն։ Սրանք ուզում են իրենց ինքնությունը պահեն, իրենց կյանքը պահեն, ոնց որ Եստեր թագուհին ներկայացրեց, ասեց, ինչ ես ուզում, նա ասեց, ուրիշի ունեցվածքն եմ ուզում, ասեց, դու ինձ իմ կյանքը ու ազգիս կյանքը տրվի, իմ, մենք մերն ենք ուզում։ Իմ հետ թե չէ։ Գիծը գնում է այդ ուղղությամբ, ուրիշին է, ուրիշինի մեջ հավատարին եղա։ Ով
կվերցնի էդի թագավորի տնօրինության տակ մնաց, ինչ նոր բանկ ստեղծի, հանձնաժողով կստեղծի թագավորը, որ գնան այդ ունեցվածքը ում բաշխեր, ինչ ամենի մեր գործը չի։ Մենք ոնց որ դրված էր հարցը, պահում ենք մեր կյանքի այս պատերազմով, ուրիշի ունեցվածքը մեզի պետք չի։ Սա մի պահ էր, որի մեջ մուտքեն ու եսերը պիտի փորձվեին, երբ որ ուրիշինի մեջ հավատալի գտնվեցին, հետո մուտքեն այդ իր պաշտոնը նա երկրի փաստորեն թագավորի, գործող թագավորի հնարավորություն ստացավ։ Հետո տեսնում ենք։ Դրա մեջ իր պաշտոնի մեջ, մուտքերի պաշտոնի մեջ նաև ունեցված կար։ Շատ անգամ ավելի, հասա կոտորված իրենց թշնամիների ունեցվածքը։ Համաձայն եք իմ թե չէ։ Մարդը պաշտոն է ստանում, ու անմիջապես ասում գրվել շրջել։ Ուրիշի ունեցվածքը տանը, լսի, քո պաշտոնի մեջ արդեն կա քո կյանքի համար բոլոր մնացած բաները։ Կամաց իր ժամանակին գալու է արագ մի ուրիշի հաշվի երջանկացի, ուրիշի հաշվի հարստացի, ուրիշի հաշվի ուրախացի, ուրիշի երեխի հացը մի բերք երեխեն ուտի, անընդհատ զգուշ է ուրիշի մեջ հավատալի բերի։ Քոնը քեզի հետո տալու են դերևից սենց խոշորացուցներով նայում են քո ապրած կյանքին, քո մտքերին, այսպես նայում են։ Հենց հարցը վերաբերել ուրիշին ձեռդ հետ քաշի, դերևից նայում են։ Փառք Հիսուսին։ Ծննդոց 36:6-9 նախապատմությունը պատմեմ։ Հովսեփը ընկնում է պետապրեսի տան մեջ, ծախում են հետև մարդն առնում է։ Շնորհք է գտնում դառնում այդ տան կառավարիչը։ Ջահել տղա։ Միանգամից իր տիրոջ աչքի առաջին հաճություն է գտնում։ Սա ունեցվածքը տալիս է իր ձեռը։ Եթե մի հատ կրիկ ուներ, յազվա, չամուր։ Ամեն օր գալիս ես, որ քնի հետս, քնի հետս։ Հիմի դուք կմտածեք, ինչի, Հովսեփը ինչպես է պատասխանում, որ չի քնել հետ, դուք կմտածեք, ես համոզված եմ, որ 70% գոնի ասում է, չքնեց, որտեղ շնություն է, դրա համար չքնեց։ Դեցեք մտածում թե չէ։ Այդպես չէ։ Այդպես չէ։ Էմով չկար օրենք, շնություն ասածը չկար։ Օրենքը հետո է եկել։ Հովսեփը այսպես ասում, լսի, տան տիրուհի, այս տան մեջ քո ամուսինը իմ ձեռն է տվել, ինձ է հանձնել, իմն է, ամեն ինչ, բացի քեզնից, դու ուրիշին ես։ Իմ համար դու ուրիշին ես։ Ոչ թե սա շնությունը, օй, ետիս գնա սատանա, շնություն է, չէ, ուրիշինն է։ Որ դեր աշկերը բարձր կողոշկար թակած աղջիկներին նայել, ուրիշինն է։ Շատ էլ կարճահակ է, ինքը գրանստերը կանդել է։ Դու է ցանկապատից է մի նայի, հետ ուրիշինն է։ Մենք մեր մտքերին սերբականատ տեղն ենք, մեր աշկերին տեղն ենք, մենք կարանք հետավել, մենք ոչ չենք, որ մեր աշկեր հետո մենք չենք կարող պահենք։ Իսկական տաղեն է, մեկ չէ լեզ լերով ասել, կարող է իր աշկերին տեղն է։ Լեզմին է։ Լեզմին է։ Ես մի քիչ փասիվ եմ, չունեմ, թե դա գիտի որ նայում են դրանք են տակը։ Ես նեցել եմ, տաղեն ես հոգուս մեջ զգում եմ, որ օրն եմ չնայել։ Ես իմ արտուտին նվեր ձեզի քուրերս։ Փառք Հիսուսին։ Մյուսը, Մաղաքա 3:6-10։ Ձեր ունեցվածքը, որ ես ձեզի օրհնում եմ, ով հավատում, որ ինչ որ դուք թեկուզ աշխատավարձ աշխատում ստանում եք, դա Աստված օրհնում ձեզի։ Ինչ որ օրհնում եմ ձեզի, դրա 1/10-ը ձերը չի, ուրիշինն է։ Եթե ուրիշինն է, տալեք իմացեք, որտեղ այդ ուրիշի փողերը հավաքվում, գանձատանը, տալեք դրեք այդ մարդի տուններ պաշար լինի։ Ոչ եք կրկնում դու։ Այն որ ուզում ակրտվի ես, դրդմես, ուրախ է, էդ էլ ուրիշինը։ Դրա մի հատ էլ ես տեսան դուրիս նայի, 1/10-ը ուրիշինն է։ Մի անգամ Գյումրին հովեվա ժամանակ ժողովրդին ասացի, ժողովուրդ ջան, սկիտեցել եմ, որ կրիտիչսկի ձեզի տես փողապետ ընտանիքին միացածի մի բան է, էլի, պետք է, էլի, ու դու ստիպված ֆինանսի համար աղոտք եք անում, որ
Աստված տածես է, ասեցին, հա, լինում է այդպիսի դեպքեր։ Ասեցի, դու մտածել ես, որ ես եմ աղոթում, ընձելապետ, եւ Աստված իմ ստանալիք բաժինն է, ուղղակի դա просто ձեր գրպաններում է, խնդրում եմ, ուրիշին է տվեք ուրիշին։ Եմ ինչ աղոթեմ, որ քո միջոցով չգրկի։ Օրական 10-րդ տալիս ուրախանում, ով չեք մտածում։ 10-րդը 10%-ը քո արդյունքի, աշխատանքի արդյունքի 1/10 մասը քոնը չի։ Ուրիշին։ Եթե դու դրա մեջ հավատարիմ չլինես, Հիսուսի հարցը ուղղենք քեզ։ Ձեր պիտի դասեզի։ Սրա մեջ նաև էլի ակնարկ կա։ Այսինքն ստացվում է իմը ավելի շատ ակնած որ գինի իմ ձեռներում կա ուրիշին։ Ինչ որ դու գինի ունես, որ էդի ուրիշին, նա տարկուր ուրիշին, քոնը շատ անգամ ավելի շատ է որ գալիս է։ Աշկերտ բացում ու դու ետ ես տերնում արդեն, երբ որ ուրիշին տալիս ես ուրիշին։ Երբ որ այդ ուրիշին տալիս ես այդ մարդները ուրախանում քո պես։ Այդ ուրախությունը մտնոլորտ աստեղծում, որ դու տենաս, որ վա, ուրեմն էլի ուրիշ ոմանք բերում են քովը քեզ։ Մենք ապրում ենք մեծ գետի ափին, նոր ով Հակոբ հետևը շեշտեց։ Ջուրը գետի մեջ շատ ջրերի վրա ձգի, ենթադրենք գետի մոտ, գետը եսին որ դից է սկսում, գարնուկի գարից է սկսում, ու եսին որ դե այդում։ Ես գետի, ես ափին եմ ապրում, որ ինձի հրաման տալիս հացը շատ ջուրերի երեսը գցի, յանի իմը չի էլի, գցի քովը չի ախպեր։ Ես կրտում եմ, որովհետև գիտեմ հրամանը մերակից է, քեզ է որ ինտեղ վերցնեն, հա, բայց դու չես մտածում, որ քեզ դից էյանը ողին է հրաման տալսում, գցի, ինը գցվա որ դու վերցնես։ Ինչքան գարնի մոտ, այնքան ավելի հարուստ է, ավելի շատ բան գցել, ու այնքան դու ավելի շատ կունենաս։ Մի հատ ամեն, հա, ես կրզնակ ոսկերին։ Պարտիսոս եմ, գնաց մեկ քիչ իրար եք գնացան հումորով էլ, ես գնաց, ես բատում ծաղցնում, բայց ուզում եմ, որ մենք իրար եք, մի ընտանիք ենք ընդնում եք, մենք որ մենք ընտանիք ենք։ Մենք ասում են հենց հացը վերաբերվա փողերին, ով հետ մենք ընտանիք ենք, հենց արդեն փող չկա, արդեն ջղանարում առներս։ Դե ինձ դու գիտեք, ավելի լավ։ Տազեր կտիս։ Հովսեփը, երբ որ արդեն փարավոնի փաստացի գահին էր ու ամբողջ երկիրը ղեկավարում էր, սահիդացիան էր ժողովուրդ, ընդունում եք թե չէ։ Ուրեմն ներկության տարիներին, որ 7 ներկության տարիները սկսվեցին, ժողովուրդը եկան իր ամբարած սորերից ուզելու, արտերը սեփականացրեց ձեռների ծաղավոր սորեն տա այդքան ապրեն։ Գիտեք ում անունով սեփականացրեց արտերը։ Ինչի իր անունով չսարքեց, իր սերունդերին թողելու։ Ինքը խոսմունք ուներ, իր պապ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, ինքն էլ խոսմունք էին արել, որ այն երկիրը պետք է տամ ձեզի։ Ստեղ ժամանակավոր կտամ մեկ չի ամենա ճուխը, մի չուկը կելեք, խմեք ֆրֆրացեք, բայց չկապվեք հետը ձերը չի։ Ես երկիրը, ամենա լավ թիքեքը Աստված կտա քեզի, ուտես, խմես, ապրես, ֆրֆրաց, բայց չկապվես հետը, այն ամերտունը։ Եսեմը, Եգիպտոսը համեմատվում է Եդեմի պարտեզի հետ, Սոդոմ Գոմորը, Եդեմի պարտեզը Եգիպտոսը, մի ուռովնի աստու դրախտի պես էին դրան, միջև աստու հարվածելը, սու դիրտ ասեն։ Ուրեմն Եգիպտոսի մեջ դրախտ է, համեմատա դրախտ է, Եսեմը ավելի դրախտ է, Աստված 75 հոգու Աբրահամի սերունդը, Հակոբի հետ, տարավ դրախտի մեջ դրախտ, տվեց իրան ասեց արեք ապրեք, դրախտի մեջ դրախտ, բայց սրտերը չկաֆի հետը, ձերը չի։ Այնքան իրանցը չէր, որ Հովսեփը մեռնելուց հետո պատվեր տվեց Իսրայելի որդիներին ասեց, որ Աստված մեզի մերը տա, ոսկորները ստեից կհանեն։ Աշկս իմնի վրա է, ես սրանց հետ չեմ կապում։ Հովսեփը ուզել հեղափոխություն անել, փարավոնին գայից գցել, որ կարտում էր այդ ջոգում, մեկից մեկ էր։ Ինչի չարեց, որտեղ Աստված չէր ասել որ էսի կողմն, Աստված ասել էսի ուրիշինն է,
ժամանակավոր տալիս են վայրի աղբեր։ Վայրի աղբեր 232-15-ից 230 տարի ապրեցին։ Բայց ձեզի ձերն են կապում, ձերը ատումները բխղող երկիր։ Կոնը ավելի լավն է, քան սինի որ ուրիշին է, աշկետ գիտեն ուրիշին։ Երբ որ Իսրայելը 75 հոգով եկավ փարավոնի մոտ, մենք մի ուրիշ տեղ տեսնում ենք, որ փարավոն Հովսեփը հայտարարում ասում, Աստված ինձ փարավոնին հայր արեց։ Զգում եք իր մեծություն Աստված իրան ինչ արժեք է տվել։ Ինքը փարավոնին հայր էր, օրհնող էր այնքան ժամանակ, քանի հերը չկար։ Երբ որ հերը եկավ, այդտեղ չէր ապրում, հերը եկավ աղբերների հետ, պետք է մտնեին փարավոնի մոտ, փարավոնը Հովսեփին ասաց խնդիր չկա, քո ազգը եկել է իմացել եմ, ոնց ուզես, որտեղ ուզես, ինչ ձևի ուզես, դու արժանի տղա ես։ Ես քեզ վստահում եմ։ 5 հոգի աղբերներից ջոգեց, ուղարկեց, որ գնան փարավոնի հետ խոսան, ու խնդրեն փարավոնից Գեսեմի երկիրը։ Ինքը գիտեր Գեսեմը ինչ տեղ է։ Ինչի հորը չդրգեց, ուզելու։ Մեկ ինչ տես մեր գյուղական լեզվով ասեմ, փարավոն 1000 փարավոն, Էնիով ավորին հերի իրանից բան խնդրի։ Ինքը իր աղբերներին հավասարցրեց փարավոնի հետ։ Բայց հորը մտցրեց փարավոնի մոտ, որ հերը փարավոնին օրհնի։ Ինչի ինքը չօրհնեց, որովհետև թեպետ համարում էր, որ փարավոնին հայրը, որտեղ էդի հորն էր, երկրի վրա Աստծու տեղակալը, Աստծու երկրորդը դեռ Հակոբն էր մնում։ Ինքը իրեն իրավունք չպահեց, վերապահեց Հակոբինի մեջ մտնելու, էդի ուրիշին էր, այդ մեծությունը էդի ուրիշին էր։ Ես դեր եկեղեցու, մեր եկեղեցու հովիվը ես եմ։ Որ ժողովրդին այդպես պահալնում, առաջին գալիս, աղոթելու, օրհնելու եւ այլ։ Եկեք պապացել առակալիս, որ Հակոբը գիտի, խոնար մարդ է հերս, հետո միջև մի հանդիսանում է իմ բացի հերս իմ հովիվն է, մարդը չի կարող մի բանի մեջ կայնես, հետի մենակ հերս է գալիս, կախում վերս չհայնանում։ Եկեք, նիքտ է գալիս խոնարաբար, սենց գալիս է, որ գլուխ առաջ է վերում, իր համար աղոթ է։ Կյանքում թույլ տված չկամծի ձերս դրեմ հորս գլխին աղոթ է, գրգում եմ իրար հետ տենց աղոթ են կանում։ Փոքր պրիմիտիվ բաներ են սրանք։ Բայց այստեղ Աստված վերևից նայում է, դու ինչն ես սեփականացնում, որ կողմը չի։ Ես իմ Մոսկվա գայի մի 3 օրով, մի 7 օրեր Գյումրի եմ գնալու ծառայության։ Գնացի օրս մոտ հոնարաբար կրոց կապեցի, ասի Տեր ջան, օրհնի տնից դուրս եմ գալիս։ Էդ Իրանն է։ Փոքր բաներ են, բայց Աստված հավանում է այդ զոհին, ես իմ ամբողջ կյանքի մեջ տեսել եմ։ Անհնար տեղը, չեղված բանին, անհույս բանին գնացել եմ, մի հույսով, որ հերս օրհնի, էդի նշանում Աստված օրհնեց, ստացվել, գնացել եմ Աստված օրհնել։ Շուտվելով մարդ ասա, կոլխոզնիկ ա եղել, հող ջուր ենք ունեցել, մշակի ապրել ենք։ Դե չէ, պաշտոնավոր ա եղել, ես մի ուզեցել եմ, որ եսպես դες պաշտոնավոր կանամ։ Խելոք մարդ, բայց փոքրուց միշտ մտածել որսպես որակ ունենա։ Այդքան չարչարները իր որակի չեն կարող հասնել։ Մի օրինակ, մենք ունենք ժամանակը ինձ ուշ է իշխանն է։ 5 րոպե։ Շատ դաժան է սա Մի հատ էքսպերիմենտ եմ անում։ Մի փոքրիկ սենյակ, 50 հատ փուչիկ, 50 անձնավորություն։ 50 փուչիկի վրա ամեն մարդ իր փուչիկի վրա գրում է իր անունը ու լցնում է այդ սենյակի մեջ։ Ու ասում են հիմա մտեք 5 րոպե ձեզի ժամանակ կա։ Ամեն մեկը գտեք ձեր անունով գրված փուչիկ ու դուրս եկեք այդտեղից։ Մտնում են 15 րոպե չեն կարող այդ փուչիկը հանել այդտեղից։ Կազմակերպող ասում է դուրս եկեք։ Դուրս են գալիս, ասում է ես ձեզ մի հուշում եմ տալիս, ոնց անեք որ արագ գտնեք։ Ամեն մեկը որ մտնում է, որ փուչիկը որ գտա, տարեք տվեք նրան ում անունը որ գրված է 2 րոպեում 50 հոգիներ 50 փուչիկներով դուրս է կանգնած է։
Այսինքն զանազան Իրանը ման չի գալիս։ Ումը որ գտել է Իրանը գալիս։ Քրիստոսի մեջ մենք միայն մերը չենք փնտրում, այլ ուրիշի շահներ ենք փնտրում։ Այդպես ավելի արագ, ավելի որակյալ է լինում մեր կյանքը։ Ուրիշի մեջ հավատալի լեփուչի գտա ուրիշի, տակու ուրիշի ոյնը ման չկա։ Քոմնը մի ուրիշի կգտնի ես ատբերի կտակես։ Ումը որ գտել ես իրար դուրդու։ Շատ հասարակ էքսպերիմենտ է, օրինակ է, շատ տպավորիչ է բայց ինքը։ Մյուսը, արա, Եբրայեցիս 11:13-16 Աբրահամը այս երկրի վրա հայրենիք չէր փնտրում։ Նա երկրային մի գավառ էր ման գալիս, որը հերվից տեսավ ողջունեց ու չմտա, եթե այս երկրի վրա նա ուզեր սեփականություն ձեռք բերեր, քսանքեր, թագավորներ էր ջարդում, Մելքիսեդեկ քահանային 10-րդ դերտանից հետ էր ստում, հետո ուտում խմում էր, բայց նա չկապվեց այս երկրի հետ։ Եթե տենար որ չի ստացում ժամանակ ուներ փոշմանելու հետ դառնալու նորից ուր քաղաք։ Բայց նա չկապվեց այս երկրի բաների հետ, այստեղի սեփականությունների հետ։ Այլապես նա ժամանակ ուներ փոշմանելու, կապվել ուրիշին հետ, բայց նա ուրիշին թողեց։ Այս տները որ սարքում եք լավ սիրում, կաֆելով, նետտախով, ադիկով, զուգարանով, ավտոներով, ապրել լավ եք անում, աստվածորնի ավելի ունենա։ Մի կապվեք, եթե թողելու ենք ստե երկրի վրա ուրիշին դա, թողելու ենք իրաց։ Մենք հապշտակվելու ենք, մի անգամից հապշտակվելու ենք, հուշտում, իշի, հետում որ դու սարքում ես, հապշտակվելու ենք, եթե մեր օրերում լինի, ուրիշին նայդի։ Շատեր ապրում ես մեջ, ապրի գեսելով այդի, բայց ուրիշին նայդի։ Մյուսը, Փիլիպեցիս վերջինն է, 2:5-11, Հիսուսն էլ հապշտակություն չհամարեց հորը հավասար լինել։ Բերեցին էշի ոտների տակ արմավենու ճուղերու իրան շորերը փռեցին, ով սաննադավթի որդին թագավորին, Աստված ու թագավոր հայտարարեցին, շատ էր մեծ գայթակղությունը հափշտակել, հոր փառքի պես փառք տվին իրան, հափշտակությունը մեծ ուզում էր հափշտակել, սպարտեսներ, բայմին ուզում է վերցնի հետի, ինքն էլ տեսնի, բայց նա հափշտակություն չհամարեց, չուզեց, դա հոր փառքն էր, հորը հավասար լինել։ Մենք գիտենք չէ հայրը որդիս ու ոգին մեկ է, բայց եթե հարցը վերաբերում է դրան, դա համարեց, որ իր փառքը չի, դա ուրիշինն է եւ չվերցրեց։ Դրա համար է Աստված իր հայրը իրան անուն տվեց ամեն անունից վեր։ Որ ամեն անուն ծուն գա կրկնի Հիսուսի անունին։ Ինչի, որտեղ որից փառքը չկողացա։ Մենք գիտենք չէ երկնքում այդ կատաստրոֆան որտեղ ելնեցավ, Լյուցիֆերը հենց դեն ծարեց, ուզեցավ ինչի դա փակած այն Լյուցիֆերը, երկրորդն է երկնքում։ Ուզեցավ գողանա ուրիշինը, Աստծու աթոռը, Աստծու աստղերը։ Դրա համար վայրը գա, ունեցածից է զրկվեց։ Ուրիշինի մեջ հավատալի մեղի։ Հիսուսը այդ սխալը չկրկնեց, հավատալի եղավ, հորը տվեց հորը, ուրիշինը ուրիշին, իսկ իր համար առանձին պատրաստված մեծ անուն կար, երկինքը, տիեզերքը, որ խոնարհվի իրան։ Դրա համար հայրը հավասարեցրեց իրեն։ Հալելույա։ Հավատալի մենք ուրիշինի մեջ, եւ Աստված քոմը ուղարկում է, քոմը արդեն ճանապարհին է։ Քոմը ճանապարհին է, անուն ինչ ես դնում։ Կարոզիչ ես, ճանապարհին է, հովիվ ես, ճանապարհին է, բիզնեսմեն ես, ճանապարհին է, լավ հարց, ճանապարհին է, լավ հեսա, ճանապարհին է, լավ աղջիկ, ճանապարհին է, սաղ ճանապարհին է, գալիս է։ Հիմի ինչ որ ունես, մտածի որ սա ուրիշինն է ու հավատալի մեղի դրա մեջ։ Իջեր քեզի քոմը կտա, այդ մեր ոտքերի իրական մենք աղոտ կանելու։ Տեր Հիսուս, փառք